Մակեդոնիան տասնամյակներ շարունակ համարվել է անհանգիստ Բալկանների համեմատաբար կայուն եւ բարեկեցիկ պետություններից մեկը, որը ներքաշված չէր 90-ականներին Հարավսլավիայի փլուզմանը հաջորդած արյունալի պատերազմների մեջ։ Եվ ահա այդ պստիկ երկրում ի հայտ է եկել ծայրահեղ բարդ ճգնաժամ։ Մակեդոնիա, ընտրություններ, այս պահանջներով Միացյալ Մակեդոնիա շարժման մոտ 200 դիմակավորված անդամներ, մկանոտ եւ լավ մարզված տղամարդիկ ապրիլի 27-ին խուժել են խորհրդարան, ծեծուջարդ սարքել ու փշրել ամեն բան։ Գրոհի արդյունքում կա առնվազն 77 վիրավոր, այդ թվում 2 տասնյակ ոստիկան եւ մի քանի падգամավոր։ Լարվածությունը ըստ էության սկսվել է 2 տարի առաջ, երբ պարզվել է, որ վարչապետ Նիկոլա Գրուևսկին, ով Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության լիդերն էր, անվտանգության մարմիններին կարգադրել էր հետևել մոտ 20,000 մարդկանց, ընդդիմադիրների, լրագրողների, պետական այրերի, հոգևոր սպասավորների, հանրային գործիչների քաղաքական ակտիվությանը։ Սկանդալին հաջորդել են աննախադեպ հզոր ցույցեր։ Եվրամիությունը միջնորդել է կրքերը հանգստացնելու գործում։ Գրոևսկին ստիպված հրաժարական է ներկայացրել։ Դրանից հետո Մակեդոնիայում տեղի ունեցել խորհրդարանի արտահերթ 4 ընտրություն, բայց ոչ մի կուսակցություն չի հավաքել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ քվեներ։ Վերջին ընտրությունն անցյալ տարվա դեկտեմբերին էր։ Գրոևսկու կուսակցությունը 120 տեղանոց ազգային ժողովում ստացել է 51 տեղ, իսկ սոցիալ-դեմոկրատները 49։ Նրանք համաձայնության են եկել ալբանացիների հետ, խոստանալով ալբանացիներին տալ ավելի ընդարձակ իրավունքներ եւ ալբաներենը որոշ շրջաններում ընդունել որպես երկրորդ լեզու, հանգամանք, որը մինչ այդ էլ ոչ պաշտոնական կարգով արդեն վաղուց գործում էր։ Ապրիլի 27-ին քվեարկությամբ խոսնակ է ընտրվել Դեմոկրատական միություն հանուն ինտեգրման կուսակցության անդամ ծագումով ալբանացի Տալատ Ջուֆայրին։ Հենց հրապարակվել են քվեարկության արդյունքները, Միացյալ Մակեդոնիան հարձակվել է խորհրդարանի վրա։ Նախագահ Ջորջե Իվանովը նույնպես ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունից է։ Նա հրաժարվում է կառավարություն կազմելու մանդատ տալ սոցիալ-դեմոկրատներին եւ համոզված է, որ նրանց ու ալբանացիների դաշինքը կործանարար է Մակեդոնիայի համար։ Երկրի 2,100,000 բնակիչների մեծամասնությունը, ավելի քան 70%-ը ծագումով սլավոն մակեդոնացիներ են։ Մոտ 25%-ի էլ հասնում է ալբանացիների թիվը։ Պստիկ Մակեդոնիան հիմա բոլորի ուշադրության կենտրոնում է։ Մտահոգված են Սերբիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Թուրքիան, Հունաստանը, Ռուսաստանը, Եվրոպական միությունը, Ամերիկան։ Պատմաբանները զուր չեն Բալկաններն անվանել Եվրոպայի վառոդի տակառ։ Այս տարածաշրջանում սկսվել են պատերազմներ, այդ թվում առաջին աշխարհամարտը։ Այսօր Չեռնոգորիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պակտը։ Մոսկվան այդ ամենը համարում է արևմուտքի միջամտություն, մինչդեռ արևմուտքում համոզված են, որ հենց Մոսկվան է հրահրում բողոքի ակցիաները թե Մակեդոնիայում, թե Չեռնոգորիայում։